Այ անասուն, ինչ ես ուզում ինձնից, ինչ ես ուզում կյանքս կործանեցի չհանգստացար։ Ես քեզ կսպանեմ, Վիլեն, դու պատասխան ես տալու արածներիդ համար, ես քեզ կսպանեմ։ Հանգստացի։ Քո նման աղջիկը պետք է չուզվի սենց բաներից չջղայնան, ինչ է եղել։ Դու լկտի ես, սինիկ ես, ինչ ա ուզածդ։ Դու չես հասկանում, դու հիմար ես, հա, դու Գևին պետք չես։ Դու ես նենց արել, որ ես Գևին պետք չեմ, ինչ ա ուզածդ կյանքս ես ուզում կործանես, հա, Վիլեն։ Բայց ինչի կործանում, հա։ Գևից բացի ես աշխարհում տղամարդ չկա, Գևը չկա, աշխարհը կործանվեց։ Աչքերդ բացի, շուրջդ նայ։ Գևը կա, թե չկա, դա քո գործը չի, դու չես եղել ու չես լինի իմ կյանքում։ Այ հենց դա է քո սխալը։ Դու չես ուզում ընդունել իրականությունը, երազներով ես ապրում, հետո զարթնում ես, տեսնում ես իրականություն։ Եթե այդ իրականությունը դու ես, ավելի լավ է մեռնեմ։ Հիմա որ դանակատամ քեզ կսպանես, չէ՞ նրա համար, որ Գևը կողքդ չի։ Ես քեզ առաջարկ եմ անում։ Գևը քեզ ջնջել է իր կյանքից։ Արի ինձ հետ։ Ես քեզ արդեն ասեցի, ավելի լավ է մեռնեմ, քան քո հետ լինեմ։ 15 րոպե առաջ դանակը ձեռդ կանգնած էր Գևի կողքին։ Ես համոզված եմ 100%։ Ինքը հիմա Արևիկի կողքին կանգնած ներողություն ա խնդրում։ Ձենիդ կտրի ու գնա։ Գնա Վիլեն, նստի գնա։ Ոնց ասես, բայց իմացի ես եմ ուզածին, ինչ գնավել լինի հասնել։ Վազի գնա։ Եվը քեզ է սպասում։ Տեսնեմ հիմա ոնց ես արդարանալու։ Ոնց ես մամատ, ոնց է։ Լավ է։ Շատ ես վախեցել։ Ինչ էր ասում այդ անասունը, ինչ է արել։ Ֆելոյի այսօրվա արածը ոչ մի արդարացում չունի։ Գիտես, ինձ թվում է ինքը հիմա հոգեկան շատ ծանր վիճակում է։ Ու ես հիմա իրոք վախենում եմ, որովհետև ինքը չի գիտակցում ինչ անում։ Կարող եմ ասես այստեղ չալի մեկ հոգեբանի մոտ տանենք, հետո բաց թողնենք։ Գև ես քո հետ լուրջ բան եմ խոսում։ Իր հետ պիտի խոսել ու հասկանալ ինչ է ուզում։ Այսօր իմ տուն էր մտել, վաղ ավելի վատ բան կանի։ Դու չես տեսնում, որ ինքը գնալով ավելի վտանգավոր ու ագրեսիվ է դառնում։ Աստորեն ավելի վախեցել ես։ Լավ է, թե Սեդան չզանգիր։ Սեդան զանգեց։ Հա, Սեդան ասել։ Իսկ ինչի հենց դու։ Ինչի հենց ձեր տուն ա մտել։ Կարող է ինչ-որ բան կա, որ չգիտեմ։ Մի րոպե։ Հիմա դու խոսակցություն տանում ես նրան, որ էլի ինձ մեղադրես։ Գև դու էլի ինձ ես մեղադրում։ Դու այսքան բանից հետո էլի ինձ չես հավատում, էլի ինձ ես կասկածում։ Չէ, Արև, չէ։ Դու չես մեղավոր, ես եմ մեղավոր։ Հա, ես եմ մեղավոր։ Ես եկել էի ուզում էի քո հետ խոսել, հետո փոշմանացի, որոշեցի թողեմ վաղվան։ Եթե ես ներս գայի, սենց բան չէր լինի։ Ինձ որ ես եմ մեղավոր։ Չէ, մենք խոսելու բան չունենք։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է, խոսելու բան չկա։ Չէ, մենք պիտի խոսենք։ Կլսես ինձ, կարևոր բան եմ ասելու։
խնդրում եմ էլի չփախնես։ Ուղղակի թող մինչև վերջ խոսեմ։ Իսկ ես քեզ երբ չեմ լսել։ Ես քեզ երբ չեմ հասկացել։ Բարև խնդրում եմ լսի։ Չեմ ուզում լսել։ Ես արդեն գիտեմ ինչ ես ասել։ Ու փորձս այնքան մեծ է, որ գիտեմ հետո ինչա լինել։ Չեմ ուզում գել։ Ինձ պետք չի, որ դու իմ առաջ արդարանաս։ Ոչ էլ պետքա, որ բացատրություն տաս, ինձ ոչ մի բան պետք չի։ Շնորհակալ եմ, որ օգնեցիր։ Շնորհակալ եմ, որ ճիշտ ժամանակին եկար, բայց հիմա գնա։ Լրիվ ծերես քաշեք քո կյանքից, ինչ ես ուզում անես, հա? Այդքան գևի ասելուց հետո էլի ուզում ես թռնես, հա? Ապեր, դու ինչ կապ ունես այս թեմայի հետ, քո ուզածը ինչ է։ Փոխանակը նեցանես, որ ավելի լավ լինի ամեն ինչ, նեց ես անում, որ ավելի բարդանա, չէ, քո վիճակը։ Զանգի։ Ներես։ Ուզում եմ, որ ներես ինձ։ Իհարկե։ Իհարկե կներեք։ Ես պիտի ներեմ, չէ՞։ Որ հաջորդ հարվածի դիմում։ Հաջորդ հարված չի լինի։ Ոնց։ Ոնց չի լինելու։ Հրաշքա լինելու, թե դու ես փոխվելու։ Ոչ մեկը ոչ էլ դուս է։ Ուզում եմ ամեն ինչ նորից սկսենք։ Ամեն ինչ սկսենք նորից։ Չի ամեն այս ամեն ինչ։ Ես չեմ հասկանում։ Ինչի ես փորձում եմ նոր կյանք սկսել, դու հայտնվում ես ու ամեն ինչ խառնում ես։ Որովհետև իմ կյանքը ու քո կյանքը առանց երբ չեն կարող դասավորվեն։ Դու առանց ինձ չես կարող երջանիկ լինես։ Ճիշտ։ Կարող եմ։ Ինչի՞ չեմ կարող։ Եթե դու կարող ես, ուրեմն ես էլ եմ կարող։ Բայց ո՞ս ես որ ես կարող։ Մի րոպե։ Բա ուր են երջանիկերը։ Բա ուր է քո հոգատար կինը, որ քեզ հսկում էր օր ու գիշեր, որ ես մոտիկ չգամ։ Երջանիկ ես չի եղել։ Ես բաժանվել եմ։ Ուզում եմ հիշեմ, այս բառը որ երրորդ անգամ եմ լսում։ Վերջի։ Արդեն ուշ։ Կներես, բայց շատ ուշ է։ Ես էլ չեմ ուզում։ Ես չեմ ուզում, որ հիմա դու միանգամից դառնաս առաջվա արևը։ Ինձ ուղղակի պետք է իմանամ, որ դու ինձ ներել ես։ Ներել եմ։ Ներել եմ։
Բայց չեմ ուզում։ Դիանա, խնդրում եմ, դու այս վիճակով չես կարող դուրս գալ տնից։ Բա ինչ անեմ, հա? Ինչ անեմ։ Մնում եմ ասում եք մեզ նեղություն ես տալիս։ Գնում եմ ասում եք մի գնա։ Ինչ անեմ։ Ես հասկացել եմ, որ ոչ ոք իմ կողքին չի, ես բացի Հասմիկից ոչ ոք չունեմ։ Ուրեմն կվերցնեմ նրան ու կանհետանամ ձեր կյանքից ու դուք ինձ ընդհանրապես չեք գտնի։ Լավ, վերջ տուր, Դիանա։ Հայրդ բարկացած մի բան ասել է, հիմա ինչ անենք։ Մարդը ջղայնացած է եղել, մի բան գուցե ավել է ասել։ Բայց դու իրան էլ պիտի հասկանաս։ Ինչ հասկանամ, մամ։ Ինչը հասկանամ, հա, ես հասկանում եմ, որ ավելորդ եմ, դրա համար ձեզ ազատում եմ իմ ներկայությունից։ Ախր այդ երեխայի դուր պիտի գնաս։ Դու տեղ չունես ապրելու։ Ոչ մի տեղ էլ չես գնա, կմնաս այստեղ, մինչև մենք միասին կգնանք Հայաստանից։ Ավելավա ես փողոցում քնեմ, քան մնամ Լուսիի տանը, ես արդեն զզվել եմ Լուսիից։ Էլի բոլորը մեղավոր են, Դիանա։ Մի հատ շրջվի քո սխալները տես, այդ դեպքում գուցե ամեն ինչ փոխվի քո կյանքում։ Փաստորեն դու էլ սկսեցիր պապայի Լուսիի պես խոսել։ Հա, ես վատն եմ, մամ, շատ վատն եմ։ Ուրեմն մի ճանաչեք ինձ, մոռացեք իմ մասին ու վերջ։ Դիանա, եթե ուզում ես, դու կարող ես գնալ։ Բայց այդ երեխին չես տանելու։ Այդ երեխեն մեղ կա, չպիտի պատասխան տա քո արածների համար։ Մի տանջիր այդ երեխուն։ Մամ, ես արդեն որոշել եմ, ես գնում եմ, եթե չեք օգնում, գոնե մի խանգարեք։ Դիանա։ Մամ, վերջ էլ չխոսես։ Ասացի որոշել եմ ու գնում ենք։ Քանի անգամ ես այս խոսքերը ասել։ Քանի անգամ եմ ես քեզ ներել։ Քանի անգամ եմ հավատացել։ Փորձել եմ ամեն ինչ նորից սկսել։ Ես մեկ գիտես ինչ եմ մտածում։ Մտածում եմ, որ ես քեզ չեմ ճանաչել։ Հա, ես քեզ ուղղակի հորինել եմ։ Դրա համար էլ միշտ սխալվել եմ։ Եվ մենք միասին ոչ մի բան չենք կարող ստեղծել, որովհետև իրար վատ ենք ճանաչում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ես դու մի ասա։ Ոչ մի բան մի ասա։ Ուղղակի գնա։ Շատ բան կա, որ ուզում եմ ասել, բայց հիմա չեմ ուզում ողբայից խոսել։ Չեմ ուզում, որովհետև ես էլ չգիտեմ ինչ արինելու։ Գնա։ Էլի կգնամ։ Ուղղակի ուզում եմ իմանալ, որ պարտադիր է իմանալ, ուզում եմ իմանալ, որ ներել ես։ Հանդար։ Լավ հիմա դուրս եմ գալիս։ Գնա։
Դեռ ենք մնալու։ Տանես ինձ լողավազան։ Կտան են ասա։ Այն ինչ ես տխուր։ Տխուր չէ։ Գնանք Գևորգի մոտ։ Չէ։ Բայց ինչի ես իրան կարոտել եմ, ինքը հիվանդանոցում է, չէ։ Մենք էլ չեմ մնալու Գևորգի մոտ։ Մենք էլ Գևորգին երբ չենք տեսնի։ Դիանա։ Հաս մի խոսա, խնդրում եմ, սուս մնա։ Լավ էլ չեմ խոսամ, մենակ դու մի տխրի։ Վերջին, էլ չեմ տխրում։ Բայց դու էլ չես տխրում, լավ։ Խոսք ես տալիս։ Ես բացի քեզ անձել ոչ ոք չունի։ Դու միշտ պիտի ժպտաս, ավ, երբեք չտխրես։ Հմ? Ոնց ես։ Լավ եմ էլի տալիս։ Հագնացին։ Գևը տարավ։ Բայց ոնց էր Գևորգը իմացել։ Ով էր ասել եկավ հասավ։ Ապրի ինքը հա։ Եթե նա չլիներ հիմա չգիտեմ ես հետ ինչ կկատարվեր։ Սեդան էր ասել։ Ես քո հեռախոսով Սեդային հաղորդագրություն էի ուղարկել, ինքն էլ Գևին էր զանգել։ Այ ապրի Սեդան, ապրի։ Բայց ես ուրա։ Իրանից չեման ապրի ստեղ լիներ։ Հա, չէ։ Հա։ Զանգեց ասաց ինչ-որ քրոջ երեխան ավատացել հիվանդանոց են տարել։ Չգիտեմ, բարես, չգիտեմ։ Փաստորեն նորից Գևորգը հայտնվեց մեր կյանքում։ Նորից խառնվեց մեր կյանքին։ Չգիտեմ տխրեմ, թե ուրախանամ։ Բայց թող այդ հանդիպումը դեր վերջինը լինի։ Արև ջան, աշխատի հեռու մնալ նրանից։ Ես իհարկե շատ շնորհակալ եմ նրան։ Բայց ես չեմ ուզում նրա անունը լսել։ Չեմ ուզում նրան տեսնել ու չեմ ուզում, որ մեր տանը նրա անունը շոշափվի Արև։ Լսում ես։ Ոնց ուզես, տենց էլ կլինի։ Դու հիմա ինձ ինչքան ես ուշ տալիս, դու չես էլ պատկերացնի։ Եթե դու հիմա չլինեիր, ես չգիտեմ կապրեի, թե չէ։ Ոչ մի պատահական բան չի լինում ես կյանքում, ոչ մի բան։ Ես քո առաջ շատ եմ մեղավոր, շատ։ Ու գուցե Աստված իմ կյանքը այսպես դասավորեց, որ վերջապես ես քո մասին էլ մտածեմ։ Ես քեզ լրիվ մոռացել էի, անտեսել էի։ Ամաչում եմ նայեմ քո աչքերին։ Ամաչում եմ։ Հեն արեք, ինչ արեցիք։ Մանչը զանգել այս, սպասում ենք։ Գև, աղբորպես թող ես գնամ։ Ապեր սուտ բաները մի ինգ է հետևից։ Ձեր ես առնում։ Դու մնալու ես տեղ։ Մնալու ես տեղ ու ինչ է վերջ։ Բայց պիտի իմանամ ով աշոտ ու ինչ է ուզում։ Իսկ մա դու արդեն ինչ-որ բաներ ես թաքցնում, դրիվ չես պատմել։ Ապեր, էդի ձեր երկուսի հաշիվն է։ Ես տե անելիք չունեմ։ Թող ես գնամ, դուք էլի ձեր հաշիվները պարզեք։ Չէ, Ֆելո, մնալու ես տեղ ու ինչ է վերջ։ Ու պատասխան ես տալու։ Ես քեզ լավություն եմ արել ու դե համար պատասխան եմ տալի, չէ՞։ Հիմա դու էլ լավություն արեցիր ու կմնաս մինչև վերջ իմ կողքը։ Ես չեմ փախնում, չէ՞, մնում եմ հիմա։ Դու չես հասկանում, որ ես չեմ կարող Աշոտին հանդիպեմ։
Դու չես հասկանում, որ Աշոտն ու Վիլենը իմ դեմ լարված են, նրա համար, որ քեզ պատվալից հանել եմ։ Այդ արդեն լրիվ քո պրոբլեմն է, նորից եմ ասում, պատասխան կտաս քո արած լավության համար։ Տենց աչել լավ գործերի համար վերջում պիտի պատասխան տաս։ Աշոտն է։ Վերցրե ուրիշ հասցե ասեմ մինչև հասնենք։ Աշ, հեսա հասցեն ճշտեմ կզանգեմ քեզ կգաս։ Մարդես բերեբրես Ես չեմ պանչի, որ Ֆելոյի հետ խոսաս Ֆելոն ստե կապ չունիմ Ես է ուզում քո հետ հանդիպեի Ես քո հետ խոսալու ոչ մի բան չունեմ Իմ հետ խոսալու բան չունես Ֆելո կբացատրես, թե ես մարդը ինձնից ինչ ա ուզում Նորից եմ կրկնում, Ֆելոն ստե կապ չունի Ու ժամանակ ունենակ իր հետ առանձին շփվելու ինձ ունի Իսկ հիմա ես քեզ եմ ուզում լսել Ես քեզ ոչ մի ասելու բան չունեմ ու չեմ էլ ուզում Արդեն քո ուզելու ժամանակը անցել է Արդեն իմ ուզելու ժամն է Դիմայից կասես, ինչ ես ուզում ինձանից ու իմ ընտանիքից Մի հատ էլ կրկնեմ Ինչքան ուզում ես կրկնի մինչև ես չիմանում, ստեղից չես գնալու Ասեմ Բան չունեմ քեզ ասելու Այդ որ տարի պատվալում էր, պահես շատ դուխով էր, բա հիմա ինչ եղավ դուխիդ Խոսա Էլի դուխով եմ Բայց Աստված ոչ անի դու այդ դուխը զգաս Ես խնդիր չունեմ այդ աղա, դու ասա ինչ կա իմ հետ, ինչ ես ուզում Խոսա, սպասում եմ Բարև ձեզ Գևորգի բնակարանն է, չէ? Այո, դուք Ես Գևորգի հարցով զբաղվող քննիչն եմ Լսում եմ ձեզ ինչ է պատահել Ձեր տղան հիվանդանոցում չի Ինչպես չհասկացա Գևորգը դուրս է եկել հիվանդանոցից ու արդեն երկար ժամանակ է ինձ չի վերադարձել Ինչի իրավունքը նա չուներ Ինչ է եղել Ու բացի այդ, բժշկի պնդմամբ Գևորգը անգամ չէր կարող քայլել Ես պետք է մի քանի հարց տամ նրան Բայց Գևորգը հիվանդանոցում է Ես հիվանդանոցից եմ գալիս Նա փաստորեն տանն էլ չի, հա? Ես չեմ հասկանում ինչ է կատարում Ես էլ, որովհետև բժիշկը պնդում էր, որ Գևորգի վիճակը լավ չի Ես քո հետ ոչ մի բան չունեմ խոսալու Elə ձեռներդ քաշի Ձեռներդ քաշի են կոմ ինչ ա ուզածդ է Դու ով ես Elə հեռու գնաս Ձեռներդ դասի արա Մի րոպե սուրբ ախաֆելոն Երկար չի փախնել Աշոտից էլ ոչ ոք չի փախել Լավ, մի խոսքով, լսի Ֆելոն ասում է, որ դու ինձ մենակ Վիլենի զակազով չես պահել պատվորում Անձնական ինչ ունես իմ հետ, ասա Չեմ հասկանում, վախենում ես Երկար պատմություն Ես ոչ միտեղ չեմ շտապում ոստենում ես
Համբերությունս էլ շատ մեծ է։ Ասա, խոսա, պատվալում պահելուց այդ ամարտկային պայմաններում շատ դուխով էիր։ Հիմա խես ես նայում։ Ամաչում ես։ Ես ամաչելու ոչ մի բան չունեմ։ Այդ դու ունես։ Ես ունեմ ամաչելու բան։ Ես գլուխս պարզ ամեն տեղ կարա մտնեմ դուրս գամ։ Ամեն արածիս, ամեն ասածիս համար պատասխանատու եմ։ Դու կարաս քո ամեն մի ասացի համար պատասխան տաս, բայց դու չես կարա քո մոր արածի համար պատասխան տաս։ Այսինքն կգնաս, մորից հետ կհարցնես ու կհասկանաս։ Այսինքն Արդեն ասեցի։ Լսի քեզ ինչ եմ ասում այդ տղա։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Ասի գեբոր։ Հանգիստ խոսացեք, հասկացեք իրար։ Կգնաս, մամայից հետ կճշտես այդ բոլոր հարցերը ու կգաս, ես հատ առ հատ պատասխանը կտա։ Հիմա քեզ բան չունեմ ասել։ Ես ասի բրծա։ Արա, ես կատանից արդեն, գայլիլա։ Քեզ չասի, չխառնվես ոչ մի բանի։ Նարեկ։ Normal gemiyan hastası. Hasta? Hala. Նար ոնց ես։ Նարեմ աղբերս մենակ շուշուտ քշել, ոտերս չեմ զգում շուտ անել։ Դիմաց ինար, 2 րոպեի դիմացի տեղ ենք հասնում։ Ալո։ Արև տանն ես։ Հա, տանն եմ։ Ինչի ես հարցնում։ Օգնության կարիք է կա, Նարեկ հետ գալիս ենք ձեր տուն։ Վիրավորված է Նարեկը, շատ եմ խնդրում։ Ինչ։ Լավ։ Նարեկ, ես ինչ ա եղել։ Բան չկա, նորմալ արև խփել են, թեթև մամա։ Ոնց խփել են։ Արի օգնեմ, իջի։ Թող ես քիշնեմ, էլի։ Թող քիշնեմ։ Զգուշ։ Հանգստացի սահմանում, արի։ Եվ ավելի լավ չի հիվանդանոց տանենք, սենց վերքը տանը չի կարելի մշակել։ Նորմալ է խորը չի նայել են վերքը, որ հիմա տանենք հիվանդանոց ոստիկանություն է գալու, մեր վրա դուրս գա։ Ես հասկանում եմ, բայց կյանքի հետ խաղ չեն անում, 1000 բան կարող է լինի։ Արև նայել եմ, խորը չի հանգիստ եղի։ Ճիշտ ես ասում, այդքան էլ խորը չի։ Մի քանի դեղ է պետք, որ բերես վիրակապ կդնեմ։ Ցուցակների ես կգնամ կբերեմ դեղերը։ Չի սպասի, ես կգնամ։ Չէ, ես կգնամ։ Եվ 2 րոպե ամուսնի։ Ոնց ես։ Լավ եմ աղբեր, ցավը կամաց թողում է։
Որևէ զուր փախավետան ասում է։ Հիմա դրա ժամանակը չի հանգիստ նստի տեղդ։ Ժամանակը չի, ես այդում ենք թե ասում եմ ժամանակը չի։ Հանգստացի ասում նստի տեղդ։ Ինչ ես անդակնի սխալներ կար։ Հիմա որտեղ ես Գևորգ։ Չի պատասխան։ Մի քիչ թույլատրավ ծառա։ Արև ջան, կամաց ասում։ Հեսա մի քիչ էլ կքնես, արդեն լավ կլինես։ Ճիշտ ասում արեք, մի քիչ քնես, հանգստանես, լավ կլինի։ Որ քնեմ գևես այդում ենք ասում քնեմ։ Ես գնում քեստեղ աշխարհվել չի կարելի։ Այսօր մնաստեղ հանգստացի։ Արև մի օր գոնեմ մնաստեղ, ուղղակի որ տուն տանենք կամ մեր տուն տանենք պատմություն ադառնալու։ Եվ չեմ կարող ես մնամ, ստեղ գնում ենք։ Չէ, Նարեկ, նորմալ է։ Մնա ես վիճակում որ պիտի գնաս։ Եթե մի օր մնա, մաման դեմ չի լինի։ Եվ մանկապարտը չի դե վերջացր ասում են նստի տեղդ էլի։ Արեք հիմա։ Եվ նորմալ է։ Ես հեսա մամային կասեմ։ Գևորգ, ինչի հիվանդանոցում չես, ինչ ես անում եստեղ։ Գնալ եմ հիվանդանոց մամար խայների։ Ինչ է պատահել Գևորգ, քննիչը նոր եկել էր քեզ էր հարցնում։ Ինչ մտածում էր տանն եմ։ Չէ, պարզապես ուզում էր ճշտել, տեղյակ եմ որտեղ ես թե ոչ։ Օրզա։ Գևորգ ինչ է եղել։ Գևորգ ինչ-որ բան այն չէ։ Խոսիր Գևորգ, ես էլ չեմ դիմանում, մեր ընտանիք ամեն անգամ ինչ-որ նոր պատմության մեջ է հայտնվում։ Դե նորմալ է մամ ջան, ես իմ առած սխալների համար եմ պատասխան տալիս, Ձյանան իրա, դու քո։ Ես։ Իմ։ Ինչ սխալի մասին ես խոսում, չեմ հասկանում Գևորգ։ Չէ, ինչի էր խառնվեցիր։ Չէ, պարզապես զարմացա, որովհետև իմ տղան ասում է այնպիսի բաներ, որ երբեք ինձ չի ասել։ Դե տղան են այս բաները լսում, որ երբեք չի լսել։ Ինքն էլ է շատ զարմանում։ Ինչերի մասին ես խոսում, Գևորգ, պարզ խոսիր հասկանամ։ Լավ խոսենք, պարզ։ Ման դու քո կյանքում արել ես նես բան, որ սրտից ծանրացել է։ Չի, ինչ ես ասում, ինչ պետք է արած լինեմ։ Այնինչ ես արել եմ այս կյանքում, դու տեղյակ ես, ու հետո ինչ արել եմ, որ իմ տղան երջանիկ լինի։ Ջան, մասին չի խոսքը։ Ինձանից բացի արել ես ինչ-որ մի բան, որի համար փոշմանել ես։ Փորձի հիշես մամ։ Հիշի իմ փորձի հիշես։ Գևորգ, ես ոչինչ չեմ հասկանում, արի վերջացնենք այս խոսակցությունը, լավ։ Չէ, որովհետև ես իմ հարցերի պատասխանները չեմ ստացել։ Գևորգ, քեզ ինչ է պատահել։ Պարզ խոսիր։ Լավ, արի խոսենք պարզ, ես էլ չեմ դիմանում, ուզում եմ իմանալ։ Նստի։ Մտնենք իրար աչքերի մեջ ու ճիշտը կասենք։ Դու Աշոտին ճանաչում ես։ Ով է Աշոտը։